Ձեր ժամանակ, օրինակ, ձեր տարիներին շինարարական բում արձանագրվեց, դուք ինչպես եք տեսնում, մենք ինչպես ենք տեսնում ապագան, այսինքն շատ կարևոր է նաև անցյալի արածը ի ցույց դնելուն զուգահեռ նաև մարդկանց ներկայացնել, թե ինչպիսի ապագա ենք մենք տեսնում նաև տնտեսական մասով, որովհետև այո, հիմնական ասոցիացիաները, ոնց որ Աննան ասեց, ձեր հետ մեր դաշինքի հետ կապված ավելի շատ պայմանավորված է արտաքին անվտանգային հարցերով։ Նայր Ագնեսա, առաջինը իմ ժամանակ շինարարությունը այո բում էր ապրել, բայց գյուղատնտեսությունը միջին 8-9% տարեկան աճում էր գյուղատնտեսությունը։ Արդյունաբերությունը աճում էր։ Չկա որևէ մի ճյուղ, որը անկում կապրեր։ Չի կարող քո տնտեսությունը համաչափ զարգանալ, եթե այդ ամբողջ աճը կապված է մեկ ճյուղի հետ։ Սա պրոբլեմային է։ Որտեվ շուկաների իրավիճակի փոփոխությունը բերելու է բավական լուրջ անկման։ Այն ժամանակ բազմաթիվ գործարաններ մենք աշխատացրել ենք, նաև գործարաններ։ Եվ հենց աշխատում ենք առաջի հերթին արդյունաբերության վերականգնման վրա։ Նայեք, ես մի օրինակ բերեմ, չափազանց կարևոր է երկրի առաջի դեմքի ընկալումը այս պահին ապագայի նկատմամբ տեսլականը ինչպիսին է իր այսպես կոչված gut feeling-ը, իր ինտուիցիան ինչ է իրեն հուշում եւ ուժու կամքը առաջ մղելու համար, եթե ունի ինչ որ համոզմունքներ։ Ես մի բարձ օրինակ բերեմ, անցյալից էլի պետք է օրինակ բերեմ, գիտեք, մեր անցյալը մեզ պետք է սովորացնի առնվազն թե ինչ չի կարելի անել։ Օրինակ երկարաշարժից հետո անմիջապես Հայաստանում էկոլոգիական մի ակտիվ շարժում էր, այն ժամանակ այդ ակտիվ էկոլոգիական շարժումը քաղաքականացվեց։ Այն ժամանակվա քաղաքական գործիչները ուղղակի նաև այս թեման որդեգրեցին, արդյունքում ինչ ստացանք մենք։ Ատոմակայանը փակվեց, Ալավերդու կոմբինատը փակվեց, Վանաձորի Քիմպրոմը փակվեց, 3 հսկա գործարաններ էին եւ Նայրիտը փակվեց էկոլոգիական հիմնավորումներով։ Եվ այն ժամանակ կար իշխանություն եւ կար ընդդիմություն, իշխանությունը բավական թույլ էր, իսկ փողոցը ավելի շատ տնօրինում էր, այսպես ասենք, ընդդիմությունը։ Իշխանությունը չդիմացավ։ Առաջի քարտուղարը բավական թույլ էր այն ժամանակ Կենտկոմի 1-2 տարի դիմադրեին չփակեին ատոմակայանը, երբ որ արդեն պարզ էր, որ սովետական միությունը կարող էր փլզվել, չփակեին, Հայաստանը չեր ունենա էներգետիկ ճգնաժամ ընդհանրապես։ Չեր ունենա 800 մեգավատ հզորության ատոմակայանը փակվեց։ Դրա հետևանքները մութ ու ցուրտ տարիներ, Սևանի ջուրը օգտագործվեց էներգիա ստանալու համար։ Նայեք, մի պարզ օրինակ է, չէ՞, մեր անցյալից։ Եթե այն ժամանակ իշխանությունը հստակ կամք դրսևորեր ու ասեր, չի կարելի անել։ Չի կարելի երկրի ողնաշարը, երկրի տնտեսության ողնաշարը ջարդել։ Սա մեր վրա է անդրադարձ ունենալու։ Իսկ այն ժամանակ բոլորը մտածում էին, դե սա սովետը կա, հիմա քիմիան խիմենք, վտանգենք մեր առողջությունը, քիմիան փակենք, ատոմակայանը փակենք, մենք հոսանք կստանանք սովետական միության, ռուսական արտադրողներից եւ այլ։ Բայց հետևանքը ծանրագույնն էր եւ այդ գինը տվել է հայ ժողովուրդ։ Իմիջիալոց նաեւ մենք ունենք մեր ժողովրդի մեջ մի հատված, որոնց համար ասենց Ղարաբաղը ասոցացվում է այդ մութ ու ցուրտ տարիների հետ, բայց Ղարաբաղը պատճառը չէր այդ մութ ու ցուրտ տարիներին։ Պատճառ այն սխալ որոշումներն են, որոնք կայացվեցին Հայաստանում 89-90-ական թվականներին։ Էներգետիկ ճգնաժամի պատճառը Ղարաբաղը չէր։ Շարժման հետ են պատճառը ատոմակայանի փակումն էր։ Հասկանում եք, սա այն ժամանակ կրկնեմ, այն ժամանակ եթե օրինակ Կենտկոմի առաջ քարտուղարը
Եթե չեմ սխալվում Սուրեն Արությունյանը, կամք դրսևորեր։ Ուղղակի չփակեր ատոմակայանը, չփակեր Ալավերդու կոմբինատը եւ այդ քիմիան, մենք անկախությունը ձեր կբերեինք հսկայական ներուժ ունեցող արդյունաբերությունով։ Ես հետո նայրիտը բացեցի, վերագործարկեցի բավական դժվարություններով։ Երբ հետո փակվեց արդեն գազի գնի վերանայման հետ կապված երբ որ թանկացավ եւ այլ։ Բայց պրոբլեմը սրա մեջ էր։ Ես մի օրինակի վրա ձեզ ցույց եմ տալիս, թե ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ երկրի առաջի դեմքի որոշումները եւ ով է տալիս այդ գինը։ Հիմա ես եւս ասում եմ, այն ինչ անում է այսօր վարչապետը ծանրագույն հետևանքներ է ունենալու Հայաստանի Հանրապետության համար։ Արդեն ունի այդ հետևանքները եւ դա շարունակվելու է։ Մենք որպես ժողովուրդ ուզում ենք մեր անցյալից դասեր քաղենք, թե չենք ուզում։ Կառավարությունը չի կարող սարքել կրկես եւ վարչապետը չի կարող ծաղրացու լինել այդ կրկեսում։ Սա այն է, ինչ ես այսօր տեսնում եմ։ Չգիտեմ, դուք տեսնում եք թե չէ, ձեր կարծիքը։ Մենք ավելի հաճախ ենք դա տեսնում դեմ դիմաց։